Դանդաղ եւ հաստատուն քայլերով մոտենում ենք առավոտ լուսոյի այսօրվա թողարկման ավարտին, բայց դեռ րոպեներ ունենք եւ այդ րոպեները կօգտագործենք, որպեսզի խոսենք առաջիկայում սպասվող նոր պրեմիերայի մասին, որը տեղի կունենա թատրոն տանիքում, սա մի թատրոնը, որը որ տարածաշրջանում այլընտրանքային կերպով է մատուցում թատրոնը, թատրոնի ձևը, ֆորման եւ մասնավորապես տարածքը, որտեղ այդ ամենը տեղի է ունենում։ Կարելի ասել ջինսի սերունդը եկավ, մտածեց, հորինեց նման ձևաչափ եւ այսօր բավականին մեծ ակտիվություն ունի այս հասկացողությունը առասարակ բացօթյա թատրոն հասկացողությունը, թատրոն տանիքում հասկացողությունը։ Եվ պատահական չէ, որ Ռուբենը ասաց ջինսի սերունդ, որովհետև պրեմիերանն էլ հենց այս Դաթա Տուրաշվիլի համանուն գործի հիման վրա է բեմադրված։ Ջինսի սերունդը արդեն մանրամասները կիմանանք մեր հյուրերից։ Մեր տաղավարում են ռեժիսոր Արթուր Սարեբեկյանը եւ դերասան Մինաս Ասրյանը։ Շատ ուրախ ենք ձեզ մոտալուս։ Եվ ձեր աչքերից միանգամից երևում է, որ դուք փորձերի խիտ շրջանում եք, չեք քնել, չեք հանգստացել եւ ինչպես են անցնում փորձերը։ Ինչ լավ ազգում չէ ինքը, աչքերից ամեն ինչ զգում ենք մենք եւ։ Ես պատմեմ ոնց անցնում փորձերը, թե դու։ Դու սկսի, ես։ Մենք էլ կարող ենք, բայց ճիշտը տենց է որ Ճիշտ է որ դուք պատմեք։ Եկեք սկսեմ թե ոնց եղավ, որ այդ վեպը վերածվեց պիեսի, որտեղ այդ շատ հետաքրքիր աշխատանք էր, գրեթե 8 ամիս շարունակ ես բան էի անում, ինսցենիրովկա էի անում, այսինքն ադապտացնում էի եւ դարձնում էի պիես։ Ինչու ընտրվեց այդ գործը, Արթուր։ Որովհետեւ պատմությունը համարձակ մարդկանց մասին է եւ ես կարծում եմ, որ ես ունեմ անձամբ դրա կարիքը խոսելու համարձակ մարդկանց լեզվով։ Ընդհանրապես դրա համար։ Բայց դա նաև ժամանակաշրջան է, որը որ այո, 80-ականների պատկերը եւ կերպը պետք է բերի։ 80-ականներն է պատմում, պատկերում 80-ականներն են, որտեղ հավաքված են մի խումբ, այսպես ասած, խելառ երիտասարդներ, ովքեր պատրաստ են կյանքի գնով գնալ իրենց գաղափարների հետևից։ Եվ 8 ամիս պատրաստում եք արդեն պիեսը, վեպից վերածելով ներկայացման բովանդակության։ Շատ հետաքրքիր է եղել, իրականում առաջին անգամ էի առնչվում տենց վեպից պիես վերածելուն, ես ինքս որանամ, բայց քանի որ ասելիքդ հստակ է, գիտես ուր ես գնում, ինչի համար ես անում այդ ամեն ինչը, մի տեսակ տենց հալած յուղի պես ստացվեց այտենց ինքը դե 8 ամիսը հալած յուղի պես բացատրեմ ինչի որտեվ ասենք տեսարանները անընդհատ փոփոխում է ինքը բոլոր տեսարանները ըստ դրամատուրգիայի ստացված էր ու արդեն մնում էր ընտրել էլի այս տեսարանը հանենք այս դնենք այս հանեմ այս դնեմ այս հանեմ այս դնեմ հետո վերջում ստացանք այն ինչ որ ստացանք իսկ թե ոնց են ասում մենք չգիտենք նաև մինչև մեր հարցազրույցները որ խոսում ենք ասվեց որ սա նաև իրական պատմություն է որ նման պատմություն եղել է իրականում փակագծեր շատ չբացենք ամեն դեպքում քանի հոգի են զբաղված բացի Մինասից ներկայացման մեջ 9 դերակատար են որոնցից մեկը մարմնավորում է 2-ին այսինքն փոխվում է մի դերասանը հատուկ տենց էր խնդիրը դրանց թե 10-րդ դերասանը զբաղված է արդեն շատ ենք լինում տեղ չկար հա իրապես որտեվ թատրոն տանիքում մի քիչ ավելի ինքը ճկուն թատրոն է ինքը ավելի սիրում է մինիմալիզմի մեջ այդ ներկայացումները կազմակերպի սիրում է որ ամեն ինչ լինի արագ ինչին ես կողմ եմ եւ որակով բնականաբար իսկ ռեժիսորայի պահով նաեւ վստահ եմ որ շատ խնդիրների եք բախվել հատկապես դուք որ անընդհատ որովհետեւ հա ինքը մի քիչ ես կինո մտածողության մեջ եմ իրան տեղավորել այսինքն նախորդ պատկերից հաջորդ պատկերից թռիչքաձև էլ ավելի նախորդ պատկերից էս պատկերը եւ իրենք ըստեյության իմ մոտ պիեսում 2.5 էջից ավել տեսարան չունեմ, այտենց դրել էի, որ պետք է ինքը լինի, ասենք 4 րոպեանոց տեսարաններ, ոչ ավել։ 4 րոպեն մեկ ինքը տեսարան է փոխվում, եւ ըստ էության դու չես էլ հասցնում ստատիկանաս, ասենք ինչ-որ կոնկրետ մի բան անես, միջև գալիս ես, որ արդեն պետք է ստատիկանաս, տեսարանը փոխվելու ժամանակն է, էլի։ Այդ իմաստով իր ռիթմը շատ ավելի հետաքրքիր է դարձել։ Շատ լավ։ Մինաս թատրոն տանիքում եւ դուք եւ ձեր հարաբերությունները արդեն բավականին երկար ճանապարհ են անցել, մի շարք ներկայացումների մեջ զբաղվածություն ունես, հետաքրքիր է ինչպես եղավ այս ներկայացման առաջարկը եւ քո կողմից ինչպես ընդունվեց։ Այս ներկայացման առաջարկը եղավ իմ ներկայացման օրը։ Այսինքն Արտուրին տեսա ու ասաց դուրը չգիտես, հələ քեզ չի հասել, ասեցի չէ, ասաց իրար հետ պետքա գործ անենք։ Ու ես տենց ասի օքեյ, սպասեցի տեսնեմ
ինչա լինելու, հետո ուղարկեց պիեսը, վեպը առաջարկեց կարդամ, հետո ուղարկեց պիեսը, արդեն իրա տեսիլքով, որովհետև պիեսը ավելի շատ տարբերվում է համենայն դեպս վեպից, այն առումով, որ եթե վեպում գործողությունը գնում է, թե ինչպես են կարող եմ բացել վեպում գնում է գործողությունը, թե ինչպես են առևանգում եւ այդ ամբողջ պլանավորումը եւ այլն, այստեղ ավելի շատ քննությունն է, ես այդ խելագար եւ աշխույժ երիտասարդներից մեկը չեմ։ Ես մարմնավորում եմ քննիչին, ու այդ քննիչը նվիրվում է ինձ քննած բոլոր քննիչներին։ Մինաս, իսկ ինչով է տարբերվում քո այս կերպարը մյուս խաղացած կերպարներից, որովհետև քո հիմնական բոլոր կերպարները մեկը մյուսից վառ տեսակներ են ու արդյոք կարողացել ես այստեղ եւս նոր մի բան, մի գույն բերել։ Հույս ունեմ, կարողացել եմ, չգիտեմ այդ կերևա վաղը։ Կարծում եմ ստացվել է, այն շատ է տարբերվում մնացած դերերից իհարկե, որովհետև այստեղ իհարկե բացասական կերպարներ շատ եմ խաղացել, շատ կուզեմ դրական կերպարներ էլ խաղալ։ Այսինքն բացասական է քնիչը։ Ես իրան դրական քնիչ էի պատկերացնում։ Մեր օրերում քնիչները բոլորը դրական չեն։ Բոլոր քնիչները դրական են, ես տես գիտեմ։ Ինձ էլ թվաց շատ դրական կերպար է ասել, բայց իրականում բացական կատակամի կողմ, բայց իրականում բացական կերպար խաղալուց ավելի շատ բան կա ասելու դերասանի համար ավելի լայն է հնարավորությունները, բացվելու հնարավորությունները։ Հա, գույներն են դրական գալիս են, ես քեզ սիրում եմ, ես էլ քեզ, վերջում ճիշտ է, նրանց շատ է ծափերացնում, բայց կապ չունի բացականի համար ավելի հետաքրքիր անցավ։ Առաջի համագործակցություններ միասին։ Այո։ Մի անգամ ֆիլմում ենք համագործակցել։ Այդքան է, հա։ Իսկ թատրոնում ամենայն դեպս առաջին անգամ ականի։ Իսկ ոնց շարունակվի համագործակցությունը, թե շարունակվի։ Ես ուզում եմ ասել Արտուրին շատ մեծ խոնարհում նրա համար, որ ինքը շատ լսող ռեժիսոր է։ Այսինքն, եթե ինչ որ դու իհարկե ես միշտ աշխատում եմ անել այն ինչ որ ինքը ասում է, հետո նոր առաջարկ անել, որ կարելի է մի քիչ ուրիշ ձև, բայց Արտուրը ինձ տալիս է հնարավորություն նաև քո տարբերակներն առաջ բերելու, քո տեսլականները քննարկելու։ Հետաքրքիր է ամեն ինչ հասկանալի էր քեզ համար փորձերի շրջանում, պիես ընթերցելուց հետո արդեն փորձի շրջանում, թե այսպես եղել են խնդիրներ, որոնք որ իհարկե հասկացա ինչպես են հարաբերությունները դրսևորվում, բայց եւ այնպես սովորաբար լինում են նաեւ անհամաձայնություններ, խնդիրներ, դժվարություններ, նյութի տարբեր ընկալում։ Այս ամենը ինչպես է եղել ձեզ մոտ։ Մի բան ասեմ, հետաքրքիր է գիտեք որ այդ հերոսների մասին, ովքեր որ իրական են ինտերնետում շատ կան իրենց մասին նյութեր, դերասանները ուզած թե չուզած առնչվում են այդ դոկումենտալ նյութի հետ։ Հետո բախվում են այն գեղարվեստականությունը սկսում է բախվել իրականության հետ ու այդտեղ հա ինչ-որ պրոբլեմներ են առաջանում։ Դա ինքը տենց չէր արել, ինքը այդտեղ սենց արել, ինքը այնտեղ տենց չէր արել։ Այդ իմաստով համ հետաքրքիր է, համ պրոբլեմ է, որտեվ դու պետքա դրան լուծում տաս։ Իրականում իրենք տենց չեն արել, բայց սա գեղարվեստական պատմություն է, սա մեր պատմությունն է, մեր պատուհանից ենք այս պատմությունը պատմում եւ պետքա տարբերվի իրականից։ Այսինքն հա, օքեյ, եղել են այդ պերսոնաժները գոյություն են ունեցել իրանք, ինչ որ տեղերում ուրիշ գործողություններ են արել, ուրիշ ձևով են հարցերի լուծումները տվել, բայց մեր ներկայացման մեջ մենք մեր լուծումներն ենք առաջ քաշում, թե ինքը գեղարվեստական պատմություն է դարձել ժամանակին։ Բայց լավ, հիմնական ուղերձը ինչու՞մն է, որ մենք ավելի ռիսկով դառնանք, ավելի ոգով, չգիտեմ, ամուր լինենք, մեր նպատակներին, ի՞նչն է նպատակը, ուղերձը։ Մարդը։ Ամենակարևորը մարդն է, արժե համակարգն է, համակեցության կանոններն են եւ սեփական գաղափարների հետևից գնալը։ Սեփական գաղափարների հետևից գնալու կարողությունը։ Եվ հավատալը։ Եվ ստեղծագործական խմբի մասին ինչ էիր ուզում ասել։ Ես ուզում էի նաեւ ավելացնել քո ասածին, որ այստեղ տրանսֆորմացիան կոնկրետ կերպարի շատ կարևոր է իմ կոնկրետ կերպարի մասին կարող եմ ասել, որ ինքը ոնց է
փոխվում, ձևափոխվում։ Ստեղծագործական թիմի մասին եւս խոսենք, ովքեր են մյուս դերակատարները, հագուստի նկարիչ, ձայնային, այսպես ձևավորումը, երաժշտությունը։ Okay, ասեմ, ուրեմն Մինաս Ասրյան, Արամ Կոստանյան, Վահան Միրաքյան, Անիկ Իրակոսյան, Հայկ Հովանեսյան, փոքրը Արսեն Ալբարյան, Արսեն Ազիզյան, Սաթենիկ Հազարյան եւ Անդրանիկը ազգանունը միշտ մոռանում եմ մեր Անդրանիկի։ Անդրանիկ Միքայելյան, Անդրանիկ Միքայելյան։ Հագուստներն արել է Մարինա Թադևոսյանն է մեր շատ սիրելի, սաունդ ձևավորումն արել եմ ես։ Կարելի ասել դա մշակույթ է արդեն դարձել։ Երաժշտական ձևավորման։ Ձեր ներկայացումների մեջ միշտ դուք եք ոնց որ երաժշտ։ Տենց ստացվում է։ Չի վստահում Արտուրը ոչ մեկին, տենց հավես է, ես գիտեմ ինչ եմ ուզում, մանեմ գալիս, ես գիտեմ, պետք չի։ Բանանել էլի տենց։ Բեմական նկարիչ։ Բեմական նկարիչ ասված ինքը ավելի շատ ոչ թե ստեղծագործական մասով է, կատարող նկարիչ է, նկարիչներ են, ավելի շատ տեխնիկական խնդիրներ է լուծվել այնտեղ, քան որտեվ ասում եմ տեսարանները 4 րոպեից ավել չտևում, դրանք լուծելու համար ավելի շատ տեխնիկական լուծումներ էր պետք։ Երբ է պրեմիերան։ Վաղը ամսի 14-ին, որտեղ Թատրոն տանիքում եւ ամսի 22-ին։ Եվ 27։ Եվ 27։ Եվ այն կլինի հիմնական խաղացանկային արդեն տանիքի ներկայացումների շարքում։ Սիրով սպասում ենք։ Մոտակա ժամանակները ինչ նորություններ ունենք։ Մի քիչ նորություններից էլ խոսենք։ Իմ նորությունների թե թատրոնի։ Հա, ես պատրաստվում եմ ուրիշ ներկայացում անեմ, պատրաստվում եմ ուրիշ թատրոնում։ Հա, ուրիշ թատրոնում, պատրաստվում եմ ինչ-որ բան նկարեմ, ամեն ինչ լավ է, հրաշալի է, գնում ենք առաջ։ Այսինքն նորություններ կան ամսի 25-ի, 2025 թվականի շրջանակներում։ Մինաս, քեզանից ինչ նորություններ Սպասենք։ Չգիտեմ։ Սպասենք։ Ինչ առաջարկներ կլինեն։ Մեզ մնում է ընդհանրապես ձեզ ասել շատ շնորհակալություն։ Վաղվա համար հուսանք դեռ տոմսեր մնացել են, բայց անպայման ձեռք բերեք ամսի 14-ին թատրոն տանիքում։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք, հաջողություն եւ վաղվա համար էլ առաջնախաղի հաջողություն, թող որ ստացված անցնի ձեր բոլոր պատկերացումները, որպեսզի վաղը ոչ մի խնդիր չլինեն։ Նաեւ օրվա լավ շարունակություն։ Շնորհակալություն ձեզ։ Ինչ անենք գեղեցիկ հիմա։ Իսկ մենք երաժշտություն երևի լսենք թերևս։ Այո։ Լսենք։ Համաձայն ես։ Չեմ, դուք դեմ եք, պարոն եք։ Ոչ մեկ դեմ չի, բոլորը կողմ են, լսենք երաժշտություն։ Լսենք։